Արատի մարզի քրեական եւ վեդի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել։ Օգոստոսի 9-ին ժամը 14:40-ի սահմաններում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն վեդի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած ծակած վերքերով բուժօգնության են դիմել 2 երիտասարդ։ Մեկնած Արատի մարզի քրեական եւ վեդի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալես գյուղի 21 եւ 20-ամյա երիտասարդներին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկում են միջոցառումներ դանակահարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Երկրորդ մասով Էդգար Գրիգորի Հակոբյանի երկրորդ մասով Նելսոն Ռազմիկի երկրորդ մասով Հակոբ Մանուկյանը կարգված են մեր սահակյանի համայնքներով և ով է բացեն առաջ։ Քանի որ հանրային մերադրումները ժամանակացնել չէին, ուրեմն Կանանցի կողմից ներկայացվել է միջնորդություն, նշված է, որ Տերության գիտում Մանուկյանի հիմնադրում
Եվ այս պահին շրջանառությունների դատական նիստին միջնորդել դատական նիստի բացակայությամբ եւ հավասարակ նույններով 270 դատական դատացի 4 մաս այժմ դատարանը կրսիկողի կարծիքները վերջինիս բացակայությամբ դատական նիստը շարունակելու արդյունքական կոչումով Այս բանում մենք կոչումով չենք Պատվազան դատան, քրեական դատարության նորմատիվի 272 մասը զարգացած ոչ մեծ ծանոթության անցանքի վերաբերյալ բարոյը թույլ է տալիս, որ գործիքնությունը վարկերի ներառյալի բացակայությամբ եթե այստեղ ունի պաշտպան, դրանք թերակել, որ բանսխազանի պաշտպան այստեղ է մանեպարները ժողովրդ ինտերնետական ինստիտուտների ունի առանց դեպքերության Դատան կարելի է այս փուլում ուսումնասիրության կոչումով չի տեսնում Բան եպիսկոպոս Հովհաննիսյանի բացակայության դատական նիստը շարունակելու հետ կապված երկրներով ուրեմն մասը դատարանը ուրեմն մեկ վայրկյան դատարանը հայտարարելով որ այժմ մասնավոր կյանքի հետ կապված անձնավորությունների ըստ հրապարակի, որոնք վերաբերում են ինչպես դատարանին, այնպես էլ պարզաբանին, հետևաբար այս անգամանքով պայմանավորված դատարանը դատական նիստի հրապարակայնությունը սահմանափակում է եւ դատասանները այս փուլում իրականացում են ձեռնափակ։ Խնդրում եմ դատական նիստի դատությունը գտնվող ուրեմն ովքեր կողմ չեն դատական նիստի դատը ձգեն, որպեսզի մենք կարողանանք աշխատել։ Բանաստային որպես պատճառաբանություն ներկայացրեցի պարոն Զորաբյան։ Շատ լավ, ես ավելի պարզաբանեմ 267 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի ինքնով դատարանի նախաձեռնությամբ իրավասում է մասնավոր կյանքի դատության հետ կապված ուրեմն սահմանափակել վարույթի հանրային հրապարակային դիները եթե կան ուրեմն ըստ էության մասնավոր կյանքի վերաբերող հանգամանքներ, այս պարագայում այդ հանգամանքները վերաբերում են ինձ, ինչպես նաև ձեզ են վերաբերում, որոնք որի այսինքն փոխկապակցված են կապակցությամբ դատարանը հանգամանքները ներկայացնում։ Մնացածը արդեն դրվագ դատական նիստի սահմաններում շրջանակներում ես ավելի կմանամ։ Խոսքը միայն այս հարցի մասին է,